Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել շատ համեղ, քաղցր, ընդեղենով, չրեղենով և լավաշով փլավի տարբերակ, որը պատրաստելու ենք ջեռոցում և մատուցելու ենք հենց այս տարբերակով։ Եվ տեսքն է գեղեցիկ, և շատ համեղ է և նաև հեշտ է պատրաստել։ Հիմա պետք է եփեմ առանձին կաթսայում բրինձը։ Շատ հատիկ բրինձ է, երկար տեսակն է և ընդհանրապես եփելուց էլ չի լխկվում, համն էլ շատ համեղ է։ Եթե կհանդիպի խանութում ձեզ այս տեսակի բրինձից, վերցրեք հենց սրանից։ Պատրաստելու եմ 2 բաժակ բրինձով և վերջում լավաշով հավաքելու եմ 3 լիտրանոց կաթսայի մեջ։ Լավ լվանում ենք բրինձը մի քանի ջուր, որպեսզի վրայի օսլան ամբողջությամբ դուրս գա։ Այս մնացած ընթացքը դե ցույց չեմ տա։ Բրինձը լվանալուց, քամելուց հետո լցնում ենք անմիջապես եռացող ջրի մեջ։ Ավելացնում ենք 1 ճաշի գթալ աղը և թողնում ենք եռա 15 րոպե։ Ահա տեսեք, ամբողջությամբ բացվել է բրինձը, տեսքը չի կորցրել, հիմա քամում ենք ու մի հատ ծորացող ջրի տակ ցողում։ Սիրելիներս, պատրաստում եմ ընդեղենը։ Կրակի վրա դնում ենք տապակ կամ կաթսան, իմ դեպքում կաթսա եմ դրել ապակե, լցնում ենք այնքան յուղ, ինչքան որ այդ փլավի համար կօգտագործենք և մի քիչ ավել, որովհետև փլավը հավաքելուց այդ ամբողջ յուղը իջնում է լավաշի վրա, լավաշը լինում է խրթխրթան, իսկ ներսում յուղը հնարավոր է քիչ լինի։ Այդ պատճառով էլ յուղի քանակը շատ ենք անում, որպեսզի կաթսան թեքելուց հետո ներքևի նստած յուղը իջնի ընդհանուր փլավի մեջ։ Վերցրել եմ սև սալորիչիր, ծիրանաչիր, չամիչ 2 տեսակի և նուշ ու ընկույզ։ Ես շատ եմ սիրում, երբ փլավների մեջ այսպես տապակած ընկույզը օգտագործում ենք, շատ համեղ է ստացվում։ Անընդհատ խառնում ենք, որպեսզի չայրվի, պետք է եփվեն, չիրը, չամիչը բացվեն յուղի մեջ ու հետո սկսենք հավաքել փլավը։ Մեծ ամանի մեջ լցնում ենք եփած բրինձը, յուղի մեջ տապակած ընդեղենը և մի լավ խառնում ենք։ Մի տարբերակ էլ առաջարկեմ, եղել են, որ ես պատրաստել եմ արդեն կաթսայի մեջ փռած լավաշը, վրան առաջին շերտ դրել եմ եփած բրինձ, երկրորդ շերտ չամիչը ընդեղենով և նորից բրինձի շերտը ու ծալել եմ լավաշով փակել եմ։ Կարող եք նաև այդ տարբերակով էլ անեք, հղումը կտեղադրեմ տեսանյութի ներքևում։ Որպեսզի լավաշը չկպնի կաթսայի պատերին, այսպես կարագապատում ենք, որպեսզի լավաշը փլավից շատ յուղ չվերցնի։ Արդեն այս պատերի կարագի հաշվին լավաշը յուղով պատվի, հետո էլ չկպնի կաթսային։ Վերցնում ենք այնպիսի լավաշի կտորներ, որ կարողանանք երկար կտրատել, դե մի քանիսը պետք է բարակ լինեն, որպեսզի հեշտ լինի այդ կլորությունը պահպանելը թեքելուց, մնացածն էլ կարող եք սովորական կտրած լավաշի կտորներով անել։ Փլավը կաթսայի մեջ լցնելուց հետո լավաշը երեսով, ծալելով փակում ենք երեսը։
Ինչքան լավաշի շերտը հաստ է լինում, այդքան համեղ է ստացվում, խրթխրթան չիպսերով փլավ է ստացվում։ Վերջում մի փոքր կարագ էլ քսում ենք երեսին ու դնում ենք ջեռոց։ Ես դրել եմ 220 աստիճան տաքացած ջեռոցում, արդեն եփված է փլավը, պարզապես պետք էր ներքևից ու վերևից լավաշի շերտը կարմրեր։ Հեշտ լինելու համար ափսեն դնում ենք կաթսայի վրա և թեքում ենք։ Ահա, տեսեք ինչքան հեշտությամբ դուրս եկավ։ Տեսանյութի գույները մի քիչ մուգ են երևում, որովհետև երեկո է, բայց կարծում եմ կարողանում եմ փոխանցել, տեսեք ինչքան գեղեցիկ է։ Մատուցելն էլ թողում եմ ձեզ, ես այսպես եմ արել, այնպիսի ափսե ընտրեք, որ թեքելուց գեղեցիկ լինի ափսեի մեջ։ Սիրելիներս, կտրելուց խրթխրթոցը ձեզ չեմ կարող փոխանցել, որովհետև խոհանոցում մենակ չեմ, տեսեք ինչքան լավ է ստացվել, չի լխկվել, տեսքը չի կորցրել ոչ ընդեղենը, ոչ բրինձը, լավաշն էլ գեղեցիկ գույնով է ստացվել։ Այսքանը սիրելիներս, առաջարկս սա էր, փորձեք այսպես պատրաստել, վայելեք, անչափ շնորհակալ եմ, որ դիտեցիք, բոլորիդ մաղթում եմ լավ օր։